Թելադրի, ոնց է։ Ասում է prove that the sequence xn is divergent. Օրինակ առաջին ասում է xn-ը հավասար է n-ը բաժանած n + 1 անգամ կոսինուս 2πn երրորդ։ Սա է ասում։ xn-ը Երևում է, չէ՞ էկրանային։ հավասար է n-ը բաժանած n + 1 անգամ կոսինուս 2πn երրորդ։ 2πn երրորդ։ Պահանջը գտնել երբային պարամետր։ Ասում է, հա, ոնց է որ the sequence is divergent։ Սահմանումով է, չէ՞ ինքը ասում։ Սահմանումից ելնելով։ Չէ, ուղղակի ասում է ոնց է։ Սահմանումից ելնելով են լիմիտներն են ասում։ Լավ, նայ, մենք մի հատ sense թեորեմ գիտենք, չէ՞։ Եթե x-ն հաջորդականությունը զուգամետ է, այսինքն ձգտում է ինչ-որ մի հատ x վերջավոր թվի, x-ը անսահմանությունից փոքր է, ապա իր կամայական x-n կա ենթահաջորդականություն, պետք է նորից ձգտի այդ x թվին։ Ճիշտ է։ Հիմա սրանից ելնելով կարանք ինչ-որ եզրակացություն անենք այս մեր հաջորդականության համար։ Եթե կոսինուսը չլիներ, մեր հաջորդականությունը կլիներ զուգամետ։ Մեկ էր, չէ՞ ձգտելու, այսինքն այս կոսինուսն է խանգարում, որ մեր հաջորդականությունը լինի զուգամետ։ Ու քանի որ կոսինուսը ինքը պարբերական ֆունկցիա է, դրանից ելնելով ու այս ներքև իմ ասած թեորեմից ելնելով կարանք ցույց տանք, որ ինքը տարամետ է մեր այս հաջորդականությունը։ Օրինակ n-ը երբ որ հավասար է վերցնենք օրինակ 3 երկրորդ պի կետերում, չէ, 3 երկրորդ կետերում, չէ, մի վայրկյան։ Դա բարի հասկանանք, երբ է կոսինուսը մեր մոտ 0 դառնում օրինակ։ Կոսինուս 2πn երրորդը երբ է դառնում 0, n-ի ինչ արժեքների դեպքում։ Այսինքն եթե լուծենք այս հավասարումը պիկես, ինչ ենք ստանալու։ Ստանալու ենք, որ n-ը 3 է։ Չէ, 3 քառորդ։ 3 քառորդ, բայց 3 քառորդ չի կարող լինի։ Դա բարի օրինակ n-ը վերցնենք 3 կա տեսքի դեպքում ինչ ենք ստանում, կոսինուս, որտեղ կան պատկանում է բնական թվերի։ Ինչ ենք ստանում, ստանում ենք կոսինուս 2π կա, չէ՞, այստեղ 3-ները կկրճատվեն արդեն։ Իսկ կոսինուս 2π կան ինչի է հավասար։ 1-ի, չէ՞։ Այսինքն այս կետերում բոլոր 3-ի բազմապատիկ կետերում 3, 6, 9 մենք ունենք, որ մեր հաջորդականությունը ձգտելու է մեկ անգամ 1-ի, որ հավասար է 1, չէ՞։ Հիմա նույն ձև կարանք մի հատ ուրիշ ինչ-որ, այսինքն ինչ ենք ստանում, x 3 կա ձգտում է 1-ի։ Այս ենթահաջորդականությունը ստացանք, որ ձգտում է 1-ի։ Հիմա նույն ձև կարանք մի հատ ինչ-որ ուրիշ ենթահաջորդականություն վերցնենք։ Օրինակ, մենք կոսինուսի այս արժեքը լինի 1 երկրորդ, սրա համար կլուծենք, կգտնենք n-ները, որոնց դեպքում այս հավասարությունը բավարարվում է, ու կդիտարկենք այդ ենթահաջորդականությունը, ու արդեն մեր x-ը ձգտելու է մեկ անգամ 1 երկրորդի, չէ, որը հավասար է 1 երկրորդ։ Այսինքն ստացանք երկու հատ ենթահաջորդականություն, որ տարբեր թվերի են ձգտում։ Նշանակում է ունենք, որ մեր շարքը տարամետ է։
նույն ձև կարես թե չգիտեմ, օրինակ 1 արմատ 3 երկրորդը վերցնել էլի, կամ 0 հենց 0 դեպքը։ Լավ, վերցրի։ Մի հատ եկեք այդ թեորեմը, բայց մենք ապացուցենք, եթե չեք ապացուցի դուք։ Որն էր, այս մեկն է, չէ՞, որ կամայական սահմանափակ հաջորդականություն ունի զուգամետ ենթահաջորդականություն։ Ինչ որ առաջարկ կա կամ ինչ որ մեկը փորձել է այս թեորեմը ապացուցի տունը։ Լավ, եկեք թեորեմը հիմա մենք փորձենք ապացուցենք։ Բայց մարդ կա գոնե նայելա ապացույցը ինտերնետից կամ մուսեոնից, որ ուղարկել էի։ Ժողովուրդ լավ կլինի, որ փորձեք նայեք էլի այդ ահագին օգուտ կտա ձեզ։ Եթե թեորեմները նայեք ապացույցները, հաստատ տեսականը լավ իմանալը հաստատ կօգնի էլի գործնականին։ Այս որ մարդը, ասա մարդկանց ընդունենք։ Դե եկեք փորձենք ապացուցենք, հա, ունենք որ x-ը սահմանափակ է, այսինքն a-ի b-ի արանքն է հանկած, որտեղ անում b-ն պատկանում են r-ին։ Հիմա պետք է ապացուցել, որ գոյություն ունի ինչ-որ մի հատ ենթահաջորդականություն, որը զուգամետ է։ Օրինակ ցկտում է ինչ-որ մի հատ c թվի, որտեղ c-ն պատկանում է a-b-ին։ Հիմա ո՞նց կարանք էս ապացուցենք։ Ինչ-որ առաջարկներ կան։ Ես կարամ ասեմ։ Ասա։ Դե եթե ինքը հաջորդականությունն ու սահմանափակ է, ուրեմն այդ ոնց որ այդ տիրույթը, որի մեջ ինքը ընկած է, մենք կարող բաժանենք երկու մասի, այսինքն ոնց որ մեջտեղից կիսենք։ Ու այդ երկու մաս մեկում ինքը ունենալու է անվերջ, այսինքն առնվազն մեկում հաստատ այդ հաջորդականությունը ունենալու է անվերջ շատ անդամներ։ Ու ոնց կարանք վերցնենք այդ միջակայքին պատկանող անդամներից ինչ որ մեկը, հետո այսինքն ինչ որտեղ որ անվերջ քանակությամբ է իր անդամները, այդ միջակայքին վերցնում։ Հա, այդ միջակայքից կվերցնենք ինչ որ մեկը, ենթադրենք վերցրինք x-ը, հետո արդեն այդ միջակայքի կեսը, որը որ նոր վերցրել էինք, արդեն այդ կբաժանենք երկու հավասար մասի, էլի դրանցից մեկը։ Անվերջ շարունակելու ես, չէ՞, մինչև որտեղ։ Ու դե ամեն անգամ զուտ, քանի որ անվերջ անդամներ է, դրա մեջ հաստատ կլինի ինենց անդամ, որի կարգաթիվը նախորդից մեծ լինի, տենց դրան ենք ուշադրություն դարձնում ու կարանք էլի վերցնենք ու տենց ենթահաջորդականություն ստանանք։ Ու քանի որ գիտեինք, որ Կոշի բաները հաջորդականությունները նույն զուգամետ հաջորդականություններն են, այդտեղից կարանք ասենք, որ այդ ենթահաջորդականությունը ուրեմն զուգամետ է։ Կոշի, թե երևի ներդրված հատվածների լեման ես ուզում ասես։ Դե Կոշին ինչ էր ասում, որ ինչ որ պահից սկսած անդամների ցանկացած երկու անդամի տարբերություն հաստատ ինչ որ թվից փոքր կամ հավասար է, այդպես քանի որ ներդրվածներին հələ չենք անցել, դրա համար Կոշիով ասում։ Անցել ենք, ոնց չենք անցել։ Ներդրվածներին անցել ենք մենք։ Անցած դասին։ Հա, անցած դասին արել ենք։ Դե ուրեմն ուշադիր չեմ եղել, լավ։ Դե միտքը այն է, որ գտնենք մի հատ թիվ այդ AB հատվածից, որի շրջակայքում կան անվերջ թվով անդամներ, չէ՞։ Այդ ենք ուզում ցույց տանք։ Հիմա եկեք այդ ամեն ինչը գրենք այս մաթեմատիկական լեզվով։ Ուրեմն ինչ անենք առաջին քայլին, կիսենք այս մեր AB հատվածը, հա, ու sense մի հատ պնդում կարանք անենք։ Դիտարկենք այս երկու հատվածը,
Հիմա կարանք ասենք, որ այս երկու հատվածներից առնվազն մեկում xn-ը ունի անվերջ թվով անդամներ։ Կարանք sense պնդում անենք։ Որովհետև եթե երկուսում էլ ինքը ունենա վերջավոր թվով անդամներ, ապա մենք չենք ունենա հաջորդականություն։ Որտեղ կունենանք գումարային երկուսը իրար հետ երկու վերջավոր թվի գումարը վերջավոր է, այսինքն մեր հաջորդականության անդամները կլինեն վերջավոր, որը չի կարող այս բան լինել։ Այսինքն նշանակում է գոնե մեկում այս երկու հատվածներից կան անվերջ թվով անդամներ x-n հաջորդականությունից։ Հիմա եկեք նշանակենք, ենթադրենք այս առաջինն է, եկեք նշանակենք այս հատվածը a1 b1-ով։ Այս հավասար a1 b1-ի։ Հիմա եկեք մի հատ էլ այս a1 b1 հատվածը կիսենք, այսինքն դիտարկենք այս երկու հատվածները ու նույն պնդումը կարանք արդեն այս երկու հատվածների համար անենք։ Ենթադրենք, ասենք, այս երկրորդն է արդեն, որ անվերջ թվով անդամներ է պարունակում, այս կնշանակենք մենք a2 b2-ով արդեն։ Ու այս process-ը այսպես անվերջ շարունակելով, կիսելով, մենք ստանալու ենք ներդրված հատվածներ այս տիպի։ Ստեղ a1, ստեղ b1։ Կարանք չէ, sense պնդում անենք, որ a1 b1-ի մեջ է ընկած a2 b2 հատվածը։ Ու մինչև այն bn։ Հիմա հա Այդ անվերջ նվազող ինչ-որ միջակայք է ինքը կառնում, թե անվերջ նվազող հա իր երկարությունը նվազում է։ Այս տարբերությունը այդ այլակետերի որ դիտարկենք, ինքը նվազում է։ հա Ու երկարությունը ինչքան է լինելու այս այն բեն հատվածի, ով կարող ասի։ Այն բեն հատվածի երկարությունը։ Գրեմ len լինելու է b-a բաժանած 2-ի n աստիճան, չէ՞։ Հա, Հիմա երբ որ այսինքն մեր bn-ը, bn այս հաջորդականությունը լինելու է նվազող, իսկ այն-ը աճող։ Ճիշտ է։ Համաձայն եք այս բան հետ։ Որսես կիսելով գանք, այս երկրորդ a-ն արդեն մեր այդ պայմանական նշանակած a1-ը, այս a-ից ավելի մեծ է լինելու։ Հետո արդեն այն երկրորդ a-ն, a2-ը, այդ a1-ից է մեծ լինելու։ Իսկ b-ի դեպքում հակառակը նվազելու է, այսինքն ունենք b-ն նվազող ու a-ն աճող հաջորդականություն։ Իսկ այն b-ն հատվածը ձգտում է 0-ի, չէ՞, որովհետև այս թիվը, եթե սրա սահմանը հաշվենք, վերևում ինչ որ վերջավոր թիվ է, իսկ տակը էքսպոնենցիալ ցուցչային էքսպոնենցիալ ֆունկցիա է, որը ձգտում է 0-ի, մեկը բաժանած այդ թիվը։ Այսինքն ստացանք, ինչ ենք ստանում, որ ունենք, ուզում եք այդ թեորեմը ես ցույց տամ, որ ասես դասին այդ ներդրված հատվածների լեմման։ Այսօր շատ կեցինք։ Վարկյան, այս թեորեմն է։ Ունենք x-n, y-n
երկու հատ հաջորդականություն, որից առաջինը աճող է, իսկ երկրորդը նվազող, մեր մոտ x-n-ը այդ a-n-ն է, y-n-ը էլ b-n-ը։ Ու ունենք, որ x-n-ը փոքր է y-n։ Այսինքն մեր դեպքում a-n-ը դե միշտ փոքր է, չէ՞, b-n։ Այս հատվածը չի կարա a-n-ը b-նից մեծ լինի այս հատվածի համար։ Հետո դրանից հետո ասում է, որ տարբերությունը ձգտում է 0-ի։ Դե մենք ցույց տվեցինք, որ այդ տարբերությունը b-n մինուս a-n-ը, որը հավասար է այս թվին, ձգտում է 0-ի։ Այդ դեպքում ասում ենք, որ այդ a-n ու b-n հաջորդականությունները զուգամետ են ու ունեն նույն սահմանը։ Այսինքն ենթադրենք a-n ու b-ը ձգտում են c թվին։ Հիմա կարանք չէ ասենք, որ մեր x այդ n կա հաջորդականությունը նույնպես ձգտելու է այդ c թվին։ Որտեղ ստացվում է, որ c թիվը ունի x-n հաջորդականության անվերջ թվով անդամներ, չէ՞։ Իսկ ինչ է նշանակում էդի, որ c-ն մասնակի սահմանը մեր x-n հաջորդականության։ Այսինքն գոյություն ունի ինչ-որ մի հատ ենթահաջորդականություն, որ ձգտում է c-ին։ Ճիշտ է։ Հասկանալի է այս ապացույցը բոլորին։ Լավ, ենթադրենք հասկանալի էր, դե եկեք ուրեմն ասենք արդեն մեր այսօրվա դասին վերջում ֆունկցիայի սահմանն էինք, չէ՞ նայել, ասած դասի վերջում։ Ֆունկցիայի սահմանը նայեցինք, սահմանի սահմանը։ Այս սահմանումը հիշում եք, չէ՞։ Ասած դասին որ նայեցինք, թե մի հատ էլ ասենք որով։ Լավ, կդրեմ մի հատ էլ անցնի։ Լավ, ուրեմն ունենք, որ ուզում ենք հասկանանք ֆունկցիայի սահման, ասենք ինչ որ իր ներքին կետում ասելով ինչ ենք հասկանում։ Ունենք ուրեմն մի հատ ֆունկցիա, որ x բազմությունից ստանում է r, ու ինչ որ մի հատ իր ներքին կետ արով նշանակենք։ Այդ դեպքում կասենք, որ ֆունկցիայի սահմանը, երբ որ x-ը ձգտում է այս փոքր a-ին, հավասար է a-ի, ասենց ագրեմ, երբ որ x-ը ձգտում է a-ի, եթե կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի ինչ-որ մի հատ դետա դրական թիվ, որ երբ որ x-ը մոտ է a-ին, այսինքն այդ պայմանը սենց կարող գրենք։ Ստեղից հետևում է, որ fx-ն էլ մոտ է մեծատառ a-ին։ Այսինքն տարբերությունը փոքր է էպսիլոնից։ Եթե այս պայմանները բավարարվում են, ապա կասենք, որ մեր ֆունկցիան, երբ որ x-ը ձգտում է a-ին, մեր ֆունկցիան ձգտում է այս մեծատառ a-ին։ Ու մի հատ էլ երկրորդ, այս սահմանումը Կոշիի սահմանումն է, ֆունկցիայի սահմանի Կոշիի սահմանումն է կոչվում, ու մի հատ էլ կա երկրորդ սահմանումը, կոչվում է Հայնեի սահմանումը, որը ինչ է ասում։ Ասում է fx-ը ձգտում է a-ի, երբ որ x-ը ձգտում է a-ի, այն եւ միայն այն դեպքում, եթե կամայական x-n հաջորդականություն x-ից, x բազմությունից, x-n-ը ձգտում է a-ից, հետևում է, որ fx-n-ը ձգտում է մեծատառ a-ին։ Այս երկու սահմանումները իրար համարժեք են, այսինքն մեկից մյուսը բխում է։ Հիմա եկեք հասկանանք այն դեպքը, երբ որ
այդ մեր x բազմությունը օրինակ բաց միջակայք է։ Օրինակ x-ը հավասար է 1-ից 3, այսինքն բաց է, ինքը փակ չի։ Ոնց ենք այս դեպքում այդ սահմանը հասկանալու։ Նախ օրինակ 1 կետում ոնց կարող ենք գրենք այս մեր նորվա ձևակերպումը մեր սահմանում, օրինակ երբ որ x-ը ձգտում է 1-ին, ոնց կարող ենք գրենք այս սահմանը։ Նախ x-ը կարա 1-ին ցախ կողմից ձգտի։ Եթե էսի մեր 1-ն է, կարա օրինակ x-n-ը, այսինքն մեր հաջորդականության անդամները այս կողմից ձգտելով տան 1-ին։ Չէ, x-ը դեռ չկա։ Այդտեղ գոյություն չունի, սահմանված չի։ Ուրեմն կա այտենց աջակողմյան ու ձախակողմյան սահման հասկացություն, որը հենց այս դեպքերի համար է, այս եզրակետային դեպքերի համար է։ Դրա համար ուղղակի x-ը ոնց որ ձգտելը 1-ը սենց են գրում, x-ը ձգտում է 1 պլյուս, այսինքն աջ կողմից։ Իսկ մինուսովը ձախ կողմիցն է։ Օրինակ այս fx որ ձգտում է a-ն, կարող ենք սենց գրենք։ Limens x-ը ձգտում է a պլյուսից a պլյուս կողմից, fx-ը հավասար է a։ Եթե օրինակ ունենք այս AB հատվածի վրա է որոշված։ Այսինքն x-ը այս x-ը էլի, այս x-ը հավասար է AB։ Իսկ B-ի դեպքում լինելու ենք այստեղ B-ը արդեն մինուս կգրենք։ B մինուս, ստեղ էսի փոխենք B։ Մի հատ հարց էլ իստեղ կար։ Կարա չէ լինի, որ լիմենս fx-ը կախված նրանից x-ը a-ին ձգտում է աջ կողմից թե ձախ տարբեր լինի։ Հա, կարա։ Այդպես օրինակներ կնայենք, ձեր տնայինի մեջը պիտի որ լինի, եթե չեմ սխալվում։ Մտովի արդեն ինչ-որ բաներ պատկերացնում եմ, ոնց որ պետք է ինքը կատարված ֆունկցիա լինի, որ հենց այդ կետում, որին ձգտելու մասին խոսում ենք, արժեք չունենա, չես։ Հա։ Ոնց որ, լավ։ Օրինակ, սենց ֆունկցիա կարամ օրինակ բերեմ, այդ դեպքում նայ անընդհատությունը խախտվում է։ Որպեսզի լինի անընդհատ, հեսա անընդհատությունը կասնենք ինչ է նշանակում։ Անընդհատության համար պետք է այդ սահմանները աջակողմեն ու ձախակողմեն իրար լինեն հավասար։ Օրինակ, եթե սենց ֆունկցիա դիտարկենք, էսի եթե 1 կետնա, 1-ից հետո էսի օրինակ 3-ն է, էս 4-ը։ Ասում ենք fx-ը հավասար է 3, երբ որ x-ը պատկանում է 0-ից 1։ Ստեղ էսպես գրենք։ Ու հավասար է 4, երբ որ x-ը մեծ է 1-ից, խիստ։ Բայց մի հատ հարց, ստեղ չպետք է մեկը չպատկանի այդ ֆունկցիա, այսինքն որոշման տիրույթում չլինի, որ ես ճիշտ լինի։ Որովհետև 1 կետը, հա, որովհետև եթե 1 կետը պատկանի, ուրեմն օրինակ հաջորդականությունը կարող լինի հենց անվերջատ 1 էր, ու կստացվի, որ ինքը ձգտում է 1-ի ու թե չէ, մի վարքյան։ ես չհասկացա ճիշտ ասած քո ասածը։ Մի քիչ ավելի Լավ, ինքնուրույն կմտածել։ Եթե ֆունկցիան ասենք 1-ի ազգում, պետք է կողմից 1-ից ձգտի։ Եթե մենակ մի կողմից ազգում, սխալ կլինի, ասես որ ֆունկցիան 1-ի ազգում։ Չէ, ոնց որ եթե երկու կողմից ինքը 1-ի է ձգտում, այդ ժամանակ կարող ենք ասենք, որ ինքը 1 կետում անընդհատ է։ Իսկ եթե մենակ մի կողմից է ձգտում, ուղղակի կարող ենք նշենք, որ ձգտում է աջից կամ ձախից։ Այսինքն մենք կարող ենք օրինակ 0 կետում ունենանք անընդհատություն, չնայած ինքը այդ ծայրակետ է։ Այսինքն չկա, ես հիմա ձևակերպ։ Մենք որ ասում էինք, հիմա ձևակերպեմ հստակ իմ ասելիքը, որ ասում էինք x-ը ձգտում է a-ի ձախ կողմից։ Հնարավոր է, որ այդ որ ասում ենք ձգտում է, այսինքն այդ ինչ-որ հաջորդականության էլեմենտներն են ձգտում։
Հնարավոր է ասենք ձգտումը A-ի ձախ կողմից, բայց այնպես լինի, որ ինչ-որ այն 0-ից սկսած այդ հաջորդականության անդամները լինեն հենց 1։ Լինեն հենց 1։ Այսինքն օրինակ ասում ենք Կարա լինի։ Դե դեպքում ուրեմն որ ասենք ֆունկցիա, այսինքն որ ասենք այս ինչ կետում այս ինչ թվին ձախից ձգտելուց ու աշին ձգտելուց արդյունքները որ ասենք տարբեր են լինում, ուրեմն պետք է այդ կետը չպատկանի որոշման տիրույթին։ Թե չէ եթե այստեղ մենք համարում ենք, որ մեկ կետում ինքը 3 արժեքն է ընդունում, ուրեմն աջ կողմից ձգտելուց իր սահմանը 4-ը չի։ Չէ, աջ կողմից ձգտելուց իր սահմանը 4-ն է։ Մեկ կետը, նայ, այստեղ կարամ անկախ նրանից թե այս մեկ կետը ես բաց կվերցնեմ թե փակ, մեկը ինքը ձախից, այսինքն f մի վարքյան f Ստեղ ոնց որ իմ հարցը ավելի շատ տեսությունից է, էլի ոչ թե ինչ-որ լուծում գտնել պահանջող բան։ Այսինքն ես ասում եմ, եթե հաջորդականությունը, որը օրինակ 2, 1.5, հետո 1, 1, 1 ու տենց անվերջ 1, այդ հաջորդականությունը մենք կարող ասենք, որ աջ կողմից ձգտում է 1-ի։ Աջ կողմից ձգտում է 1-ի։ Թե ինքը 1-ը չպարունակի, որ ասենք աջ կողմից ձգտում է։ Չէ, կարա պարունակի հենց։ Դե հիմա եթե 1-ը պարունակի ձգտում է 1-ի, հա։ Աջ կողմից ձգտում է 1-ի։ Հենց տենց ասում ենք, դե դեպքում հիմա մենք այդ ֆունկցիան որ ունենք, որ ասում ենք 0-ից 1 փակ միջակայքում ինքը 3 արժեքն է ընդունում, իսկ դրանից աջ 4 արժեքը։ Այդտեղ չի ստացվում, որ այդ ֆունկցիան աջ կողմից 1-ի ձգտելուց փաստորեն կարող ենք մենք այնց հաջորդականություն վերցնենք, որը օրինակ լինի 2, 1.5, 1.25 ու տենց ենթադրենք տարբերությունը անընդհատ 2 անգամ փոքրանա, բայց 1-ի չհասնի։ Դու ոնց ես տենց հաջորդականություն վերցնում։ Քո մոտ ստաբիլ իր արժեքը 4 է։ 1-ի կամայական աջակողմյան շրջակայքում քո ֆունկցիայի արժեքը լինելու է 4։ Հա, բայց հենց մեկում իր արժեքը 3 է։ Հենց փաստորեն 3 է։ Այսինքն այս կետը խզվող կետ է։ F1-ը ինքը խզվող կետ է։ Մեկ կետում ինքը անընդհատ չի։ Ընդհանրապես հետ ենք ասում։ բայց համենայն ասա։ Այսինքն հիմա ստացվում է այստեղ մեկ կետում, մեկ կետին աջ կողմից ձգտելուց իր բանը ինչ է անունը, ինքը արդյունքը ձգտում է 4-ի, հա, տենց ենք ասում։ Հա, սենց ենք գրում էլի F1-ը աչից հավասար է 4։ Հա, լիմիտը։ Բայց հենց այս պահը էլի ոնց որ չեմ հասկանում, այսինքն աջ կողմից եթե ձգտում է 1-ի, կարա ինչ-որ պահի զուտ սկսի անվերջ 1 լինել, իսկ մեկ կետում իր արժեքը 3 է արդեն ոչ թե 4։ Մեկ անվերջ 1 լինել, ես մի քիչ լավ չեմ հասկանում էլի քո ասած խոսքը։ Ոնց որ իմաստացն է, որ այդ աջ կողմից ձգտող հաջորդականությունը ինչ-որ կետից սկսած 1-ից բաղկացած լինի, հենց այդ եմ ասում, որ մի քիչ առաջ ասում։ Ոնց է 1-ից բաղկացած լինում էլի, եթե եմ ուզում հասկանալ։ Քո մոտ Չէ, ես մասնավոր վեպ եմ վերցնում աջ կողմից ձգտող հաջորդականության ու դուք ասացիք, որ այդ ինչ-որ պահից 1-ից կազմված է, որը մինչև այդ աջ կողմից էլեմենտներ պարունակում, այդ էլ է համարվում աջ կողմից ձգտող։ Աջ կողմից հաջորդականության մեջ քո մոտ 1-ը չի կարա լինի, եթե մենակ այս կտորն եք դիտարկում։ Որտեղ 1-ը ստեղ մեր մոտ որոշման տիրույթի մեջ չի մտնում։ Այսինքն քո հաջորդականության բոլոր էլեմենտները, եթե այդ i-ի սահմանումով ես դու ուզում անենք, այդ x-n հաջորդականության բոլոր էլեմենտները խիստ լինելու են մեծ 1-ից։ Իսկ ցախ կողմից արդեն քո ասածը կարա լինի։ Այսինքն ինչ որ համարից սկսած կարան բոլոր էլեմենտները հավասար լինեն 1-ի, որովհետև 1-ը ստեղ արդեն մտնում է մեր որոշման տիրույթի մեջ։ Լավ։ Հասկանալի է, բայց
Դե ես մի քիչ էլ կուսումնասիրեմ, երևի իմ ասածը ես լավ չբացատրեցի։ Այնտեղ այսինքն ես սահմանումներ բան զուտ պետք է նայեմ, էլի ինչ որ մտածելու հարց չի ստեղ։ Հա, մենք նայ եթե հասցնի հաջորդ դասին կնայենք ամբողջը։ Հա։ Ես մուսոյանից ձեզ կարամ արդյոք մուսոյանի խնդրագրքից ես մի քանի բան ավել այսօր կտամ, տնայինից բացի էլի այդ հիմնական դրանց վրա է որ վարժվեք ավելի լավ կպատկերացնեք էլի։ Ուրեմն մի 5-6 հատ sense նշանավոր սահման կա, մի երկու հատը ստեղ գրած չի, որ շատ լավ կլինի որ անգիր հիշեք էլի, խնդիրները լուծելուց շատ է պետք գալիս։ Դրանցից առաջինը ինձ թվում է մեծ մասը գիտեք, անցած դասին էլ առնչվել ենք հետը, այս 1 + x-ի 1x-րդ աստիճանը, որ ձգտում է y-ի, շատ օգտագործում է սահմանը։ Սրա ապացույցը չենք անի, որովհետև երկար է, չնայած անցած դասին մենք ապացուցել էինք, որ այդ 1 + x-ի 1x-րդ աստիճանը ինքը սահմանափակ է ու զուգամեջ է, այդ ցույց էինք տվել, որ փոքր է 3-ից ու 2-ի արանքն է։ Հիշում եք ես որ արել ենք։ Զուգամետի տակ մեր հասկամ է, նայել ժամանակ կար բանը, զուգամետ բանը, վարժություն կար, ինք ասում էր դիվերգենտ է արդյոք շարժությունականություն, ինքը զուգամետի մասն է խոսքը։ Չէ, divergent-ը այդ տարամետն է։ Հա, օքեյ, լավ։ Ես գրեմ, որ հիշես։ Տարամետ, զուգամետը գիտես։ Չէ։ Convergent-ն էլ զուգամետն է։ Google Translate-ով կամ ուրիշ տեղերով կարող նայեք, էլի այդ խնդիր չի։ Մենք մասնավորապես անցած դասին ցույց էինք տվել, որ այս հաջորդականությունն է, այս x-ն հավասար է, ինքն է անկած 2-ի 3-ի արանքը, բայց դե այս երկուսը նույն բանն են, էլի, որովհետև այստեղ n-ը մեր մոտ անսահմանության է ձգտում, չէ՞։ Այսինքն 1n-րդը կզգտի 0-ի, իսկ n-ը անսահմանության։ Իսկ այստեղ որ նայում ենք, էլի այս 1-ին գումարած այդ անդամը ձգտում է 0-ի, իսկ ցուցիչը արդեն անսահմանության է ձգտում։ Այստեղ ուղղակի դիսկրետ դեպքն է, երբ որ n-ը պատկանում է n-ի, այստեղ արդեն x-ը պատկանում է r-ին։ Բայց կարանք էլի ընդհանուր երկուսի համար էլ ասենք։ Ում որ հետաքրքիր է կարա նայի, թե ինչա 1 + x-ի 1x-րդը ձգտում y-ի, եթե հարց լինի մյուս դասին կանենք նայենք։ Ու երկրորդ էս մեր սահմանը սինուս x-ի 1-ի x-ի հարաբերությունը 1-ի է հավասար։ Ֆիզիկայի դասերի ժամանակ ինձ թվում է առած կլինեք, որ երբ որ անկյունը փոքր էր, այդ ալֆան ձգտում էր 0-ի, սինուս ալֆան ալֆային վերցնում խնդիրները լուծելու ժամանակ։ Այս հենց գալիս է այս սահմանից էլի, որ սինուս x-ի 1-ի x-ի հարաբերությունը 1 է, երբ որ x-ը ձգտում է 0-ի։ Սրա ապացույցն է կարաք նայեք, Մուսոյանում կա, ինտերնետում է որ պոիսկ տակ հաստատ լիքը բան կբերի էլի օգտակար, կարող դրանք նայեք, վնաս չի հաստատ։ Այստեղ բայց կա սահման, որ ես կուզեմ ապացուցենք, օրինակ գիտեք, որը կարելի է ապացուցել, օրինակ այստեղ մի հատ սահման կա, որ գրած չի, լոգարիթմ ահիմքով 1 + x բաժանած x ձգտում է լոգարիթմ y հիմքով i, երբ որ x-ը ձգտում է 0-ի։ Օրինակ այս սահմանը եկեք ապացուցենք, սրանից մենք կստանանք այս տակի սահմանը, այս տակի երկու սահմանը, այս սահմանի ապացույցը
Այս հիմա որ ապացուցում եք, դրանից կարանք շատ հեշտ ստանալ։ Ուրեմն առաջին հերթին հիմա sense բան եկեք հիշենք։ Լոգարիթմ օրինակ a հիմքով c անգամ լոգարիթմ a հիմքով b-ն հավասար էր լոգարիթմ a հիմքով b-ի c աստիճան։ Հիշում եք, որ sense բան կար։ Այո։ Հիմա այս նույնը կիրառելու ենք արդեն այս վրա վրա, ստանում ենք, որ այս սահմանը հավասար է լոգարիթմ a հիմքով 1 + x-ի 1x-րդ աստիճան։ Ճիշտ է։ Հա, Հիմա լավ թե։ x-ով նշանակենք այս լոգարիթմի մեջինը։ Մենք ինչ գիտենք x-ի մասին։ Որ ինքը ձգտում է y, չէ՞։ Երևոս։ Եկեք Հա, անենք ուրեմն 0-ն, նայեք 0 կետում ինքը սահմանված չի, չէ՞, phi ֆունկցիան, որտեղ 1-ը բաժնը 0 չի կարա լինի։ Բայց եկեք մենք սահմանենք, որ 0 կետում մեր phi արժեքը լինելու է y։ Այս դեպքում կարանք ասենք, որ phi x-ը ձգտում է y-ի, երբ որ x-ը ձգտում է 0-ի։ Կարանք այս բան ասենք, այսինքն 0 կետում անընդհատ է։ Իսկ լոգարիթմը գիտենք, չէ՞, որ անընդհատ է, այսինքն ստեղից հետևություն, որ լոգարիթմ a հիմքով օրինակ fx-ը ինչ էլ որ լինի հավասար է լինելու պատկանելու ավելի ճիշտ c y-ին։ C-ն ստեղ նշանակում է y կետում անընդհատ է։ Եթե fx-ը y կետում չես միարկյան, 0 պետք է գրեի։ Նշանակում է, որ 0 կետում անընդհատ է այս մեր ֆունկցիան։ Իսկ տեղից հետևություն, որ այդ լիմեսը կարանք sense գրենք, երբ որ x-ը ձգտում է 0-ի լոգարիթմ հիմքով 1 + x-ի 1x-րդը այս տեսքով կարանք գրենք, այսինքն այս լիմեսը կարանք մտցնենք մեջը մեր լոգարիթմի, որովհետև լոգարիթմը անընդհատ է։ Որը հավասար է Անընդհատ ֆունկցիայի համար է, դա ճիշտ։ հա, ցանկացած անընդհատ ֆունկցիայի համար կարանք այս տիրուկը կիրառենք, էլի, ասենց ասած։ Այսի հավասար է a հիմքով y, չէ՞։ Խնդրեմ մի հատ այդ անընդհատ ֆունկցիան կսահմանենք։ Անընդհատ ֆունկցիայի սահմանումը։ Այո։ Դե ասում ենք x-ը մեր f, եթե ունենք ինչ-որ f ֆունկցիա, որ x-ի ստանում է r, ապա a ներքին կետում կասենք, որ ինքը անընդհատ է ու ձգտում է ինչ-որ մի հատ վերջավոր աթվի, եթե լիմես x-ը ձգտում է a-ի, fx-ը հավասար է a։ Հիմա կոնկրետ այս մեր ապացույցի մեջ քեզ որ մասն է, որ հետաքրքիր է բացահայտում այդ անընդհատության պահը։ Հասկանալի է այս ապացույցը։ Այս խորը։ Լավ։ Հիմա եկեք այս մեր սահմանից օգտվելով այն մնացած երկու հատը ապացուցենք, կամ գոնե այն մի հատը, որ հասկանալի լինի։ Ես մենդ հարցնում եմ, էլի։
Այսինքն, երբ որ մենք սահմանում ենք իմենսը, այդ միատրիկ բացիկ են սլայդը։ Ստեղ։ Հա։ Այսինքն, երբ որ մենք սահմանում ենք իմենսը 1 x-ը բարձրացրած մենք x-երորդի ու ինչքան մոտենում ենք մենք 0-ի, այնքան ավելի ճշգրիտ ենք մենք ստանում a-ի արժեքը։ Հա։ Ու կարելի է անվերջ ավելի ճշգրիտ սարքել yen։ Հա, անվերջ։ Դե yen արդեն ոնց որ մենք ունենք այդ թիվը, անվերջ ճշգրիտ սարքել ենք, սում այդքան էլ այսպես ճիշտ բան չի որ ասեմ։ Այդքան գնալով մոտենում ենք yen, էլի։ Հա, այս հաջորդականությունից գնալով մոտենալով yen։ Կարաս մոտենաս yen, կարաս անվերջ մոտենաս yen, երբ որ 0 դնես ինքը y է դառնալու, էլի։ Երբ որ 0 դնենք, ինչը 0 դնենք։ Հա, չէ։ Պրոջեկտը մոտենում ես, հա, 0-ին այդքան բան է դառնում։ Y մոտիկա դառնում։ Հա։ Այդ x կարա 0 չենք արել։ Որ հասկանալի լինի, եկեք այս երկու միջակայք ասենք դիտարկենք, օրինակ այս y մինուս 2 էպսիլոնն է, այս y մինուս էպսիլոնն է։ Հիմա երբ որ x-ը ձգտում է 0-ի, ինչքան x-ը ավելի է մոտիկանում 0-ին, այնքան մեր այս x լավ էս fx-ով նշանակենք, fx-ը ավելի է մոտիկանում y-ին։ Այս էլ օրինակ նշանակենք 2 դետա, այս էլ դետա։ Հիմա երբ որ x-ը այս դետայից 2 դետայի ընկած միջակայքում է, այսինքն 0-ին այդքան էլ մոտիկ չի, այդ դեպքում մեր այս fx-ը ստանալու ենք օրինակ այս միջակայքում։ Իսկ եթե ավելի մոտիկացնենք x-ը 0-ին, այսինքն ընկած լինի այս 0-ից դետա շրջակայքում, այդ դեպքում fx-ի արժեքը ավելի մոտ է լինելու y-ին։ Այսինքն ստեղ ընկած լինելու էլի։ Այսինքն եթե x-ը 0-ի տեղը անվերջան ձգտեր, էլի դրա սահմանը y էր լինելու։ X-ը 0-ի տեղը անվերջության ձգտեր, Այդ դեպքում շարի 1 մնաց 1x-երորդի x աստիճան։ ինչ լինի։ Այդ դեպքում եթե x-ը ձգտի անվերջության, կարող ենք գրենք 1-ին գումարած 1x-երորդ բարձրացրած x աստիճան։ Ու էլի կձգտի y։ Հա, որովհետև մենք գիտենք, որ լիմենս 1 պլյուս 1 n-երորդի n աստիճանը, երբ որ n-ը ձգտում հասարակություն, հավասար է y։ Ոնց որ մեկը մյուսի հակադարձն է, էլի։ Այստեղ եթե 1 n-երորդը նշանակենք x-ով, կստանանք այս նույն բանը։ Չէ, որտեղ ստանալու ենք լիմենս x-ը ձգտում է 0-ի, որտեղ n-ը ձգտում է սահմանությունը, այդ նույնն է, ինչ որ x-ը ձգտում է 0։ Այստեղ էլ արդեն կլինի 1 պլյուս x-ի 1 x-երորդ, որը հավասար է y։ Հասկանալի է, չէ՞։ Եկեք այն մյուս հատկությունը փորձենք ապացուցենք սրանից ելնելով։ Մյուսը ինչ էր ասում, ասում է x մինուս 1 բաժանած x-ը, երբ որ x-ը ձգտում է 0 հավասար է դն a։ Ուրեմն նշանակենք x մինուս 1-ը ինչ որ y-ով, x-ը ինչ ենք ստանալու, կարաք մի անգամից ասեք։ Եթե լուծենք այս հավասարումը։ 1 չէ։ Լոգարիթմը x-ը հիմքով y պլյուս 1։ X-ը ստանում ենք այս։ Ու գիտենք, որ ax ֆունկցիան 0 կետում անընդհատ է։ Այսինքն պատկանում է c0։ Ճիշտ է։
Հələ կարող ստուգենք, ես կարող ստուգենք, որ AX-ը 0 կետում անընդհատ է։ Այսինքն ինչ պետք է ստուգենք։ Remains AX-ը, երբ որ x-ը ձգտում է 0-ի, պետք է հավասար լինի A0, չէ՞։ Հա, Հիմա ո՞ս կանենք այս ցույց տանք։ Սահմանումից ելնելով, էլի։ Պետք է ասենք ամենական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի թեթա դրական թիվ, որ x 0 է լինելու, այսինքն մոդուլ x-ը փոքր է թեթա, հետևում է, որ ax - 1-ը, որտեղ y0-ն հավասար է 1-ի, փոքր է էպսիլոն։ Այսինքն մեզ պետք է ամենական էպսիլոնի համար գտնել ինչ-որ թեթա, որ այս պայմանները բավարարվեն։ Կարեք այս օրինակ ավարտեք։ Թողենք տանը անեկից։ Մեր կարա կրկնեք, որ հիշեմ։ Նայ, մեզ պետք է հիմա ամենական էպսիլոնի համար գտնել այնպես թեթա, որ երբ որ մոդուլ x-ը փոքր է թեթայից, հետևի, որ այս պայմանը ճիշտ է։ Այսինքն պետք է դետա գտնենք։ Հա, ինչ էպսիլոնն էլ տա, պետք է իր համար թեթա գտնենք։ Որպեսզի այս հավասարությունը ճիշտ լինի։ Ու էպսիլոն անգամ դետա մեծ է 0-ից։ Պայմանը դետա։ Էպսիլոն անգամ դետան, Հա, չէ։ ամեն մեկը տվից պետք է։ Ամենական Դե սահմանումն է, չէ՞։ գոյություն ունի դետա։ Հիմա փորձեք Էպսիլոնը ամենական թիվը, հա։ ինչն է ամենական թիվ։ Էպսիլոնը։ Հա, էպսիլոնը ամենական թիվ է։ Հիմա փորձեք ապացուցեք, որ AX-ը 0 կետում անընդհատ է, այսինքն պատկանում է C0։ Այս մոտ տունը ապացուցեք։ Այս էլ ձեր տնայինի այդ ավելացնում եմ տնայինների մեջ այս խնդիրը։ Լավ, հիմա ենթադրենք իսկականից ինքը անընդհատ է 0 կետում առանց ապացուցելու։ Ինչ ենք ստանում այդ դեպքում։ Ստանում ենք, երբ որ x-ը ձգտում է 0, այդ դեպքում y-ն էլ է, չէ՞, ձգտում 0։ Որովհետև AX աստիճանը, երբ որ x-ը ձգտում է 0, կձգտի 1-ի, 1 - 1-ն էլ կձգտի 0-ի, այսինքն y-ը ձգտում է 0։ Այսինքն այս AX - 1 x-երորդը կարանք այս տեսքով գրենք y-ը բաժանած լոգարիթմ y + 1 բաժանած a, որը հավասար է 1-ը բաժանած a հիմքով y + 1 բաժանած y։ Այս y-ը երեքև եմ միջացրել ուղղակի։ Իսկ այս ինչի է ձգտում, ինչի է ձգտում այս սահմանը։ Լենը A, Լենը A։ Հասկանալի է, չէ՞, բոլորին։ Այս ստեյց ենք օգտվել, ուղղակի քանի որ հայտարարում է, ստացվում է 1-ը բաժանած լոգարիթմ a հիմքով e, որը հավասար է ln a։ Այս երկրորդն էլ կարակ էլի տենց նշանակումով փորձեք ապացուցեք, էլի այս համարիչը նշանակելու եք ինչ-որ y-ով, x-ը փորձեք գտնեք, հետո այնտեղ ինչ-որ ձևափոխություններ պետք է անեք, որ հարմարացնեք այս տեսքին, ու ստանալու եք վերջում, որ հավասար է i սահմանը։ Այստեղ այդ անկամայական թիվ է, էլի, կամայական i համար է ճիշտ։ Երկրորդ դեպքում։ Հասկանալի է բոլորին։ Եկեք անցնենք առաջ։
Այստեղ արդեն անընդհատության սահմանն է, որը նայեցինք նոր։ Հիմա մի հատ sense թեորեմ ենք անցնում։ Եկեք փորձենք այդ թեորեմը հասկանանք իրար հետ ու ապացուցենք։ Ունենք, որ f-ը պատկանում է CAB, այսինքն AB հատվածի կամայական կետում ինքը անընդհատ է ու այս ծայրակետերում ընդունած արժեքների արտադրելը բացասական է։ Այս դեպքում պնդումը հետևյալն է, գոյություն ունի ինչ-որ մի հատ set-ի, որ պատկանում է AB-ին, նենց, որ f-ն լինի 0։ Օրինակ, եկեք sense մի հատ գրաֆիկի վրա հասկանանք, սա B-ն է, օրինակ, եթե sense ֆունկցիա ինչ-որ ունենք, AB-ի վրա որոշված, այսի մեր f-ն է։ Ու ունենք, ու ստեղ ենթադրեցինք, որ f-ան ինքը բացասական է, f-ն դրական։ Այս ոչ մի բան չի խախտում, էլի, կարայինք հակառակը օրինակ ենթադրեինք, այսինքն f-ան լիներ դրական, f-ն բացասական, ոչ մի ձև չի ազդում այս թեորեմի վրա։ Ու կոնկրետ այս դեպքում ունենք, որ այս f-այում բացասական, այս f-b-ում դրական ու անընդհատ է այս AB հատվածի կամայական կետում, այդ դեպքում այս C կետը գոյություն է ունենալու միշտ։ Մի հատ C կետ է լինելու այս հատվածի մեջ, որ այդ կետում ֆունկցիա արժեքը լինի 0։ Այսինքն օրինակ չի կարա մեր ֆունկցիան sense լինի։ Դե անվնեսեն, sense կաց տեղ, հետո ստեղից շարունակվի։ Օրինակ ինչի չի կարա sense լինի, կարա կասեք ինչն է ստեղ խախտվելու։ Անընդհատ չի լինի։ Այս կետում անընդհատ չի լինի, չէ՞ ինքը։ Դե հիմա եկեք փորձենք ապացուցենք։ Եկեք օրինակ S-ով նշանակենք այն x-երի բազմությունը այս AB-ից, որոնց համար fx-ը բացասական է կամ հավասար է 0։ Օրինակ այս S-ը կարա լինի դատարկ։ Այս բազմությունը կարա լինի դատարկ։ Գոնե մի անդամ չի ունենալու ծայրակետը։ Գոնե f-ն է մտած։ Որն է մտած։ F-ն։ A կետը մտածը, չէ՞։ A-ն պատկանում է S-ին, որտեղ f-ան բացասական է։ Եթե դատարկ չի, նշանակում է կարա ունենա ինքը սուպրեմում ու ինֆիմում։ Օրինակ C-ով նշանակենք սուպրեմում S-ը։ Եթե ինքը մի հատ անդամ ունի, օրինակ A-ն է, այդ դեպքում C-ն հենց լինելու է A։ Հիմա եկեք ապացուցենք, որ հենց C-ում ինքը ընդունելու է 0 արժեք։ Ենթադրենք f-ն 0 հավասար չի 0-ի, առաջի դեպք, որ f-ն դրական է։ Եթե f-ն դրական է, մենք անընդհատությունից ինչ ունենք, որ գոյություն ունի դետա դրական թիվ կամայական էպսիլոնի համար։
որ fx-ը լինի մեծ, երբ որ x-ը պատկանում է c մինուս θ-ից c։ Ճիշտ է։ Համաձայն եք այս պնդման հետ։ Եթե էսի օրինակ a-ն այս c-ն այս b-ն է, այդ հայից ինքը այսպես գալիս է, եթե c կետում ինքը եղավ դրական, այդ դեպքում իր ինչ որ շրջակայքում մեր fx-ը լինելով դրական, որովհետև c կետում անընդհատ է։ Հա, համաձայն եմ ես։ Իսկ հակասությունը որտեղ է գալիս, որ c-ն սուպրեմում չի դառնա այս դեպքում։ C-ն այսինքն այլ սուպրեմում չի, C-ն հավասար չի լինի սուպրեմում S-ի, որը հակասություն է։ Կներեք իսկ սուպրեմումը ինչ է նշանակում։ Սուպրեմումը երկու պայմանի պետք է բավարարի այս բազմության սուպրեմումը։ Առաջինը C-ն կլինի այս բազմության սուպրեմում, եթե կամայական S-ի համար S-ից C-ն լինի փոքր հավասար S-ին։ Ավելի ճիշտ հակառակը, S-ը փոքր հավասար լինի C-ին։ Երկրորդն էլ, որ գոյություն կունենա ինչ-որ մի հատ անդամ, ասենք օրինակ S1 S-ից գոնե մի հատ, որ կամայական էպսիլոնի համար ինչ-որ մի հատ անդամ գոնե գոյություն կունենա մեր այս բազմությունից, որ C մինուս էպսիլոնը լինի ավելի փոքր, քան թե S1-ը։ Այս երկու պայմաններին եթե բավարարում է, այդ ժամանակ C-ն կլինի սուպրեմ։ Լավ։ Այս շնջում է։ Այսինքն չի կարա դրական լինի f-ն։ Մնում է քննարկենք այն դեպքը, երբ որ f-ն բացասական է։ Եթե բացասական է, էլի այս դեպքում գոյություն կունենա ինչ-որ մի հատ θ դրական թիվ, որ fx-ը լինի փոքր 0, արդեն c-ից c պլյուս θ միջակայքում։ Այս դեպքում ունենում ենք, որ c-ն մեր ճշգրիտ վերին եզրերից փոքրագույնը չի, որովհետև իրանից ավելի մեծ, ասենք c պլյուս θ կես թիվ կա, որտեղ f-ը բացասական է։ Այսինքն հաղթվում է այդ էլի c-ի սուպրեմում լինելու հատկությունը։ Նշանակում է, որ f-ն բացասական լինել չի կարող։ Ստեղից հետևություն, որ f-ն պետք է լինի 0։ Եթե ոչ բացասական է, ոչ դրական է, ու այդ արժեքում գիտենք, որ ինքը որոշված է, նշանակում է պետք է լինի 0։ Հասկանալի է։ Եթե հարցեր լինի, դե կասեք։ Մաքրենք հաջորդ թեորեմը, ասենք ինչի մասին է։ Հաջորդ թեորեմը ասում է, եթե ունենք AB-ի վրա անընդհատ ֆունկցիա, ու այս աճ ծայրակետի արժեքը ավելի մեծ է, քան թե ձախ ծայրակետի արժեքը, այդ դեպքում բոլոր C թվերի համար այս միջակայքից գոյություն կունենա ինչ-որ մի հատ ներքին կետ այս AB հատվածից, որ այդ ներքին կետում ֆունկցիայի արժեքը հավասար լինի այդ C-ին։ Օրինակ նմանություն տեսնում եք այս թեորեմի մեկի վերևինի մեջ։
Եթե օրինակ այս խնդրում մենք դիտարկենք այս օժանդակ ֆունկցիան, հեսա գրեմ, դիտարկենք այս x-ը հավասար է fx մինուս c ֆունկցիան, ինչ կստանանք։ Դե առաջինը երկրորդի մասնավոր դեպքը չի, ոնց որ այսինքն c-ն հավասար է 0 դեպքին։ Եթե սեն 0 վերցնենք, չէ, որ վերևինի հետ համեմատենք, ինչ ենք ստանում։ Էլի ստանալու ենք, որ f-a անգամ f-n բացասական է, ու f-c-ն էլ լինելու է 0 այդ դեպքում, չէ։ Այո։ Ընդհանրապես այս օժանդակ ֆունկցիան է պետք դիտարկել ու այս ֆունկցիայի համար տենանք, որ բավարարվում է այս առաջի թեորեմի պայմանները, նշանակում է գոյություն կունենա մի հատ c թիվ, որ ֆիցեն հավասար լինի 0, ստեյս է հետևություն, որ f-ն հավասար է c-ի։ Եկենք հաջորդ թեորեմը տեսնենք ինչ է ասում։ Կամայական անընդհատ հատվածի վրա անընդհատ ֆունկցիան սահմանափակ է։ Եկեք փորձենք էս էլ ապացուցենք։ Ունենք, որ f-ը պատկանում է c-ab, ստեղից հետևում է թեորեմի պնդումն է, որ գոյություն ունեն m ու m թվեր վերջավոր, որ այս անհավասարումները բավարարվում են, այսինքն սահմանափակ է։ Օրինակ մեծագույնի վերևից սահմանափակի դեպքը եկեք փորձենք մենակ ապացուցենք, ներքևի սահմանափակի դեպքը էլի նույն դատողություններով կարող ստանանք։ Ենթադրենք, որ վերևից սահմանափակ չի։ Այսինքն ինչ է նշանակում, որ կամայական n-ի համար n-ից գոյություն ունի ինչ-որ մի հատ xm հաջորդականություն, որ այս AB-ին է պատկանում, որ fxn-ը, fxm-ը մեծ է, օրինակ n-ից, հենց n-ից մեծ է։ Այսինքն ինչ բնական թիվեր վերցնենք, մենք կարող ենք ինչ-որ մի հատ հաջորդականություն գտնենք մեր այս AB հատվածի մեջ, որ այդ հաջորդականությունը f-ը կիրառած այդ հաջորդականության վրա մեծ է լինելու n-ից։ Իսկ ինչ էր ասում, ինչ գիտեինք հատվածում, մենք գիտենք, չէ, sense մի հատ թեորեմ կար, որ կամայական x-n հաջորդականություն, եթե որոշված է AB հատվածի վրա, ապա գոյություն ունի իր ենթահաջորդականություն, որը զուգամետ է։ Հիմա այս դեպքում գոյություն է ունենալու ինչ-որ մի հատ xn կա ենթահաջորդականություն, որը զուգամետ է։ Այսինքն xn կան ձգտելու է x-ի, որտեղ x-ը պատկանում է AB-ին։ Դե գիտենք, որ անընդհատ է AB հատվածի կամայական կետում, նշանակում է, որ f(xn) կան, ինչի է ձգտելու։ Ով կար ասի։ Հայնեի սահմանումը հիշում եք ինչ էր ասում։ Fx-ի է չէ ձգտելու։
Հայնայի սահմանումը էդ է, չի ասում։ Բայց մենք գիտեինք, որ fx n-կան մեծ էր n-կայից։ Ճիշտ է։ Ստեղ n եկեք փոխենք այս xn։ Այսինքն մի դեպքում ստանում ենք, որ fx n-կան զուգամետ է, որովհետև ձգտումը վերջավոր տվի։ Մյուս դեպքում էլ ստանում ենք, որ տարամետ է, որովհետև ինքը n-կայից մեծ է։ N-կան էլ դե գիտենք, որ հաջորդականությունն է բնական թվերի, հետևաբար երբ որ կան ձգտի անսահմանության, ունենալու ենք, որ fx n-կան ձգտելու է անսահմանության։ Այսինքն ստանում ենք հակասություն։ Ստեղից հետևում է, որ fx-ը սահմանափակ է վերևից։ Նույնիսկ այս ներքևից սահմանափակի դեպքում ապացուցելի։ Հետո փորձեք ինքնուրույն անեք։ Հասկանալ եք այս թեորեմը։ Հասկանալի է։ Հիմա կարող եմ հարցնել, իսկ մենք որ ապացուցեցինք, որ fx1 կան, որ ձգտում է fx-ի, Էդի մենք ապացուցեցինք, որ գոյություն ունի այդպես, բայց անպայման չի, որ բոլորը այդպես լինեն։ Չէ, անընդհատությունը ինչ էր ասում հայնեի սահմանումը, որ հիշենք։ Ասում էր, որ կամայական այդ հաջորդականությունների համար, որոնք պատկանում են AB-ից, երբ որ x-ը ձգտում էր x-ի, fx-ն էլ պետք է ձգտեր fx-ի։ Սա սպասի բացեմ սահմանը նայենք։ Հեսա տես, ասում է կամ բոլոր սեքվենսների համար, այնպիսին, որ իրանք ձգտեն i-ի, տեղի ունի fx-ը ձգտում է i-ի։ Այսինքն ստեղ այս մեր դեպքում, եթե x-ն կան ձգտում է x-ի, x-ն կան ձգտում է x-ի, կամայական հաջորդականության համար fx-ն կան պետք է ձգտի fx-ի։ Հա, հիմա պարզ է։ Ու վերջին թեորեմը, այս մեր անընդհատ ֆունկցիաների մասին, ասում է, եթե ունենք հատվածում անընդհատ ֆունկցիա, ապա այդ ֆունկցիան իր մեծագույն եւ փոքրագույն արժեքները կընդունի այդ AB կետերից որևէ մեկում։ Ինչ անենք, ես էլ ապացուցենք։ Ուզում եք ձեզ մի րոպե ժամանակ տամ փորձեք ինչ-որ լուծում մանգացնի համար։ Մի հատ նորից ցույց կտաք թեորեմը։ Հատվածում անընդհատ ֆունկցիան ընդունում է իր մեծագույն եւ փոքրագույն արժեքները, դա ասում թեորեմը։ Լավ։ Այստեղ գրեմ։ Եթե անընդհատ է, ուրեմն այդ որ հենց նոր ապացուցինք, չէ, այդ դրանից օգտվելով
ոնց որ մեր մոտ a-ն այդ հատվածի ամենափոքր թիվն է, ու բնականաբար եթե a-ն դնենք այդ ֆունկցիայի մեջ, կստանանք մի հատ մեծատար a, այդ մեծատար a-ն է պետք է զլկվի ամենափոքր բանը արժեքը լինի։ Եթե իհարկե անընդհատ է։ Չէ, կարող է չի լինի։ Ինչ ես մտածում որպես։ Օրինակ սինուսը դա չի, որ հենց իր մեջ իր ոչ ծայրակետերի արժեքում է, որ ընդունում է ամենամեծ կամ ամենափոքր արժեքը։ Չէ, ես այդ հատվածը կարող եմ հենց վերցնեմ, որ ծայրակետերում օրինակ ինքը վերցնի ընդունի իր մեծագույն ու փոքրագույն արժեքները։ Օրինակ սինուսի համար եթե ասում եք, ես արժ թևը նկարեմ։ Ես կարող եմ այս հատվածը վերցնեմ, այս a-ն վերցնեմ, այս կետն էլ b-ն վերցնեմ։ Այս ֆունկցիան կընդունի իր մեծագույն ու փոքրագույն արժեքները ծայրակետերում։ Այսինքն, եթե անընդհատ տեղից չի հետևում, էլի, որ a-ում ինքը պետք է պարտադիր ընդունի մեծագույն կամ փոքրագույն արժեք։ Եթե սահմանը փակա չի նշանակում, որ ունի մեծագույն ու փոքրագույն արժեք։ Հա, նշանակում է, բայց արդյոք ինքը ընդունում է այդ արժեքները։ Այսինքն, գոյություն ունի արդյոք երկու հատ sense կետ AB-ից, որ այդ կետերում մեծագույն ու փոքրագույն արժեքները ինքը ընդունում է։ Որովհետև նայ, կարա Թե եթե անընդհատ այնպես չի։ Թեորեմը այդ ասում էլի, որ պարտադիր պետք է ընդունի, չի կարող ուրիշ ձև։ Օրինակ նայ, կարա ինքը գար, այսինքն այս B կետում սահմանված չներ, երբ B-ն գոյություն չունի։ Այդ դեպքում, եթե օրինակ B-ում է էլի իր մեծագույն արժեքը, այդ դեպքում դու չես կարող ասես, որ այս թեորեմը տեղի ունի։ Լավ, եկեք ապացուցենք։ Այսինքն նախորդ թեորեմից ունենք, որ գոյություն ունի m, որը հավասար է սուպրեմում fx։ Այստեղ դա x-ը AB-ից է, էլի։ AB։ Այսինքն նշանակում է, որ գոյություն ունի x-n հաջորդականություն, որ fx-n-ը ձգտում է m-ին, չէ՞։ Այս x-n-ը ինքը կարա զուգամետ լինի նաև, պարտադիր չի, որ ինքը լինի, կարա տարամետ լինի, պարտադիր չի, որ լինի զուգամետ։ Քանի որ AB-ին է պատկանում x-n-ը, նշանակում է գոյություն ունի ինչ-որ ենթահաջորդականություն, չէ՞, որը զուգամետ է։ Դիսուք այդ ենթահաջորդականությունը ձգտում է C թվին։ C-ն պատկանում է AB։ Բայց fx-n կան, ինքը fx-n-ի ենթահաջորդականություն է, չէ՞։ Համաձայն եք, որ fx-n կան fx-n-ի ենթահաջորդականություն։ Մարդ կա, որ համաձայն չի։ Ստեղ x-n կան հենց որպես x-n-ի ենթահաջորդականություն չենք սահմանում։ Հա, x-n-ի ենթահաջորդականությունը։ Ու տեղից պնդում, որ fx-n կան fx-n-ի ենթահաջորդականությունը։ Հիմա մարդ կա, որ համաձայն չի։ Այս վերջի պնդումը։ Լավ, չկա։ Դե ուրեմն ինչ ենք ստանում ստեղից։ Գիտենք, որ fx-n-ը
զուգամետ է, չէ՞։ Որտեվ ձգտում է վերջավոր թվի, m-ի է ձգտում։ Իսկ զուգամետ հաջորդականության ենթահաջորդականությունը գիտենք, որ նույնպես զուգամետ է։ Այս թեորեմ անցել ենք։ Այսինքն նշանակում է fx n-կան ձգտելու է m-ի, չէ՞։ Նույն սահմանին է ձգտելու։ Բայց մյուս կողմից համենք գիտենք, որ fx n-կան ձգտում է, ինչի է ձգտում, ով կարող ասի։ Գիտենք, որ անընդհատ է, գիտենք, որ x n-կան ձգտում N-կային, ինչի։ N-կային, N-կայի, չէ, ինչի n-կայի։ FC-ին չի ձգտում։ Հա, FC-ին է ձգտում, որտեվ գիտենք, որ անընդհատ էր։ Էլի հայնեի սահմանումից ենք օգտվում, էլի, այս երկրորդ հասելու համար։ Ստեղից ինչ կարանք հետևություն անենք, որ FC-ն հավասար է m, չէ՞։ Որովհետև զուգամետ հաջորդականությունը, այս fx-n-կա զուգամետ հաջորդականությունը ձգտելու է մի հատ սահմանի, չի կարա երկու հատ սահմանի, որտեղ տարամետ կներ հակառակ դեպքում։ Այսինքն գտանք մի հատ C-թիվ, այս AB-ի բացմիջակակից, որ f-ն հավասար է m, այսինքն իր մեծագույն արժեքը մեր ֆունկցիան ընդունում է այս ներքին կետերից որևէ մեկում։ Ու նույնիսկ այս փոքր m-ի դեպքն ենք ապացուցելու։ Արդեն այդ ժամանակ կդիտարկենք ոչ թե սուպրեմումը, այլ ինֆիմումը։ Ինֆիմում f-ից, f-ը պատկանում է AB։ Այս փոքրի դեպքերը դուք կարաք փորձեք ապացուցեք։ Պարզ է այս թեորեմը։ Այո։ Հիմա անցնենք հավասարաչափ անընդհատությունը ինչ է։ Փորձենք հասկանանք ինչ է։ Էլի ունենք ֆունկցիա, որ x բազմություն ստանում է r, x-ը ընկած է r-ի մեջ։ Ասենք, որ f ֆունկցիան հավասարաչափ անընդհատ է x բազմության վրա, եթե բոլոր էպսիլոն դրական թվերի համար գոյություն ունի դետա դրական թիվ, որ երբ որ x1-ի, x2-ի տարբերությունը փոքր է դետայից, այս x1-ն ու x2-ը մեր x բազմությունից է։ Դից հետևում է, որ f-երի արժեքները այդ կետերում էպսիլոնից փոքր են։ Ունեք ես ձեզ հիշացնում է ինչ-որ բան, մենք նոր ասենք։ Անընդհատությունը չի նույն։ Նույն անընդհատությունը չի, բայց շատ նման է։ Անընդհատության դեպքում ոնց է ստեղծված։ Մի հատ ֆիքսած է, չէ՞, այս x2-ը, ինքը ինչ-որ ֆիքսված թիվ է, ասենք a է, չէ՞, գրած այստեղ a է գրած, տես։ Այստեղ մեր մոտ արդեն ինքը ֆիքսված չի։ Այսինքն ուզում են ասել, որ ցանկացած հատվածում այդ ֆունկցիան անընդհատ է։ Ցանկացած հատվածում ֆունկցիան անընդհատ է։ Դե եթե ինքը անընդհատ է մեծ AB-ի վրա, ապա կամ եկան այդ հատվածների վրա AB-ի մեջ ընկած, ինքը էլի անընդհատ է լինում։ Չէ՞։ Այսինքն sense պնդում եմ ես անում, եթե f-ը պատկանում է c-AB-ին, ես լավ հարց տվեցի։ Ստեղից հետևում է, որ f-ը պատկանում է, ես էլ u տառով ենք նշանակում, որպես այս uniform բառի առաջ տա u-AB։ Կարամ sense պնդում անեմ։ Հա։ Ինչի կարամ sense պնդում անեմ։ Ինչի է ճիշտ էլի ես պնդում եմ։
Դե մոտավոր եթե երկրաչափորեն տենց փորձենք հասկանալ, իմաստը այդ է, որ կամ կան ինչ հատված էլ վերցնենք մեր AB-ի մեջ, այս x1, x2 հատվածն է, ինչ հատված էլ վերցնենք, այդ հատվածում ունենալու ենք անընդհատություն։ Օրինակ փորձենք այս բանը ապացուցենք, այս պնդումը։ Ենթադրենք հակառակը, այսինքն գոյություն ունի ինչ-որ մի հատ էպսիլոն դրական, երբ որ x-n մինուս y-n-ը փոքր է 1n-երով, ստեղից հետևում է, որ fx-n մինուս fy-n-ը լինելով մեծ կամ ովսար էպսիլոն 0-ից։ Ես գրել եմ այս նորվա մեր սահմանումի հակադարձ պնդումը, արդեն հայնեի սահմանման համաձայն, սա հաջորդականություններ եմ վերցրել։ Դե հիմա նորից էլի, քանի որ AB հատվածի վրա է, մեր հաջորդականությունը որոշված, նշանակում է գոյություն ունի xn-k ենթահաջորդականություն, որը զուգամետ է, ենթադրենք ձգտում է ինչ-որ x վերջը որ տվի, որը պատկանում է AB-ին։ Դե քանի որ x-n մինուս y-n-ը փոքր է 1n-ից, այսինքն x-n-k մինուս y-n-k-ն էլ նմանապես փոքր կլինի 1-ը բաժանած n-k-ից, ստեղից հետևում է, որ x-n մինուս y-n-ը ձգտում է 0-ի, չէ՞։ Ճիշտ է։ Մոդուլով ստեղ, մոդուլով։ Այո։ Ստեղից կանք հետևություն անենք, որ y-n-ը ձգտում է x-ի։ Անընդհատությունից ելնելով։ Կրկին այո։ Ստեղից դե մենք գիտենք, որ fxn-կան ձգտում է fx-ի, էլի անընդհատությունից ելնելով, ստեղ մի վարքյան, ստեղ գիտեք xn-k պետք է գրեի, xn-k, y-n-k-ն կձգտի fx-ի։ Հիմա որ դիտարկենք իրանց տարբերությունը մոդուլով fxn-k մինուս fy-n-k ձգտելու է 0-ի, համաձայն եք սրա հետ, որովհետև երկուսն էլ ձգտում են x-ի, fx-ի, իրանց տարբերությունը կձգտի 0-ի։ Իսկ մենք ունենք սենց պայման, որ պետք է լիներ մեծ կամ հավասար էպսիլոն 0-ից, որը հակասում է այս մեր ստացածին, նշանակում է, որ չի կարա սենց մեր ենթադրությունս սկզբնական սխալ էր։ Հասկանալի է։ Ինչ-որ մեկը հարց ունի։ Որ ֆունկցիայի մեջ հաջորդականություն ենք հիմա դնում, այդ նշանակում ոնց որ այդ ամեն էլեմենտ այդ հաջորդականության այդ ֆունկցիայի մեջ դիտարկում ենք։ Հա, այդ է նշանակում։ Այսինքն այդ fx-ն է, հենց ինքը իրանից հաջորդականություն է ներկայացնում։
Հա, ուղղակի ոնց որ ֆունկցիա արդեն հա, всё, հասկացա, merci։ Այս մեր նորվա թեորեմներ, որ ապացուցեցինք, չէ, այս երկրորդն էր մեր թեորեմը։ Իսկ առաջինը ասում է, եթե այս f ֆունկցիան հավասարաչափ անընդհատ է x-ի վրա, ապա անընդհատ է կամայական կետում այս x բազմության։ Այս էլ ուղղակի sense ընդունենք, այս մեկը չապացուցենք։ Կամ եթե ուզում եք կարակ մուսանում կարդաք սրա ապացույցը։ Այս երկրորդը ասում ավելի ուժեղ թեորեմ է, էլի։ Սրա ապացույցը արժի անել։ Այս անընդհատությունների հետ կապված այսքաններ նյութը հիմա ազանցյալին ենք անցնում։ Մարդ կա, որ գիտի ազանցյալ կամ գաղափար ունի։ Այո։ Հա, Լավ է, որ գիտեք, ավելի հեշտ կընկալեք հիմա։ Ուրեմն էլի ունենք ինչ-որ մի հատ ֆունկցիա, որ x բազմությունից տանում է r, որտեղ x-ը ընկած է r-ի մեջ։ Կասենք, որ x0 կետում մեր ֆունկցիան ազանցելի է կամ դիֆերենցիալի է, եթե գոյություն ունի այս սահմանը, վերջավոր fx հանած fx0 բաժանած x-0 հավասար է, մենք լավ, հիմա չգրեմ ինչին է հավասար, եթե այս սահմանը գոյություն ունի, այսինքն փոքր է անսահմանությունից, այդ դեպքում կասենք, որ x0 կետում մեր ֆունկցիան դիֆերենցիալի է։ Հասկանալի է, չէ՞, սահմանում։ Ու նշանակում ենք այդ կետում ֆունկցիայի ազանցյալը fx0 վերևնես հենց շտրիխ ենք դնում։ Ու մի հատ հենց պնդում է անում, եկեք հասկանանք ինչ ասում։ Ասում է fx0 պլյուս h հանած fx0 հավասար է f'(x0) h պլյուս o փոքրը գիտեք ինչ է նշանակում։ Համադրույթի նշանը, թե Չէ, fx-ը հավասար է o փոքր gx-ը, ինչ է նշանակում։ Գիտի ինչ որ մեկը։ Այս նշանակում է, որ fx բաժանած gx-ը ձգտում է 0-ի։ Ինչ որ x-ը ձգտում է 0-ի։ Հիմա ինչ է պետք անել այս o փոքրից ազատվելու համար, որտեղ մի քիչ անհասկանալի է ինքը այստեղ մեր համար։ Պետք է ուղղակի ինչ կա այդ աջ կողմում բերել ձախ, բացի այդ o փոքրից։ Հետո իր մեջինը տանել այդ հայտարար ձախ կողմի ու այդ ամբողջի սահմանը հավասարացնել 0։ Այսինքն այս հավասարությունը նույնն է, ինչ որ գրած լինի fx0 պլյուս h մինուս fx0 մինուս f'(x0) h բաժանած h ձգտում է 0։ Այս վերևի մեկ այս ներքևի հավասարությունները, ու այս երկրորդը հավասարություն չի, բայց այս նույն բանն են նշանակում։ Օրինակ, սենց բան որ գրենք, սենց ստեղ գրենք օրինակ n-ի 4 աստիճան պլյուս 3
Գիտենք չէ որ այս ցկտում է 0-ի։ Երբ որ n-ի ցկտում անսա։ Այո։ Կարանք էս գրենք այս տեսքով n քառակուսին հավասար է o փոքր ինչ որ պլյուս 3։ Այս վերևի մեկ էս ներքևի գրելաձևերը նույն բանն է։ Իսկ o մեծը գիտեք ինչ է նշանակում։ Եկեք էդ էլ ասեմ։ Չէ։ fx-ը եթե հավասար է o մեծ gx, այս նշանակում է որ գոյություն ունի ինչ որ մի հատ m վերջավորթի, որ fx բաժանած gx-ը փոքր լինի m-ից։ M-ը ստեղ դրական է, էլի։ M-ը մեծը 0-ից։ Օրինակ կարաք ինձ fx-ի ու gx-ի տենց ինչ որ օրինակներ ասեք, որ տեղի ունի այս հավասարումը։ n քառակուսի պլյուս 1 բաժանած n քառակուսի։ Օրինակ n քառակուսին հավասար է o մեծ n քառակուսի պլյուս 1, չէ՞։ Այո։ Իսկ հակառակը ճիշտ է, n քառակուսի պլյուս 1-ը հավասար է o մեծ n քառակուսի։ Հա։ Իսկ եթե ստեղ գրեմ n, ճիշտ կլինի։ Չէ, ճիշտ չի ոնսով։ Արդեն ոչ անվերջություն կլինի։ Իսկ եթե գրեմ n-ը հավասար է o մեծ n քառակուսի պլյուս 1, Այս դեպքում այո, ստացվի 0։ Լավ, արդեն հասկացել եք այս նշանակումները, այդ լավ է։ Այսինքն ստեղից եթե առանձնացնենք, այստեղ հաշ գործակից կա, հայտարարում է հաշ կա, կարանք առանձին բաժանենք, ստանալու ենք, որ fx0 պլյուս h անց fx0 բաժանած h f'(x0) ցկտելու 0։ Ճիշտ է։ Որը նույն բանը, ինչ որ այս վերևի մեր գրած է։ Ու մի հատ sense թեորեմ կա, ասում է եթե f-ը ունի վերջավոր ասացիալ x0 կետում, ապա այդ կետում ինքը անընդհատ է։ Կարանք օրինակ այս փորձենք ապացուցենք։ Առաջարկներ կան ինչ որ։ Այսինքն Վերջավոր ասացիալը ինչ նկատի ունի։ այսինքն այս f'(x0-ն փոքր է անսահմանությունից։ Վերջավոր թիվը։ Լավ։ Եկեք ալֆայով նշանակենք fx մինուս fx0 x մինուս x0 անց f'(x0։ Ստանում ենք, որ fx մինուս fx0-ն հավասար է f'(x0 x մինուս x0 համարած ալֆա անգամ x մինուս x0, չէ՞։ Հիմա եկեք x մինուս x0-ն նշանակենք դելտա x-ով։ Այսինքն x-ը կլինի x0 պլյուս դելտա x։ f(x0 պլյուս դելտա x անց f(x0) հավասար է f'(x0 դելտա x պլյուս ալֆա դելտա x։ Դե քանի որ x-ը ցկտում է x0, չէ՞, նշանակում է, որ դելտա x-ը ցկտում է 0։ Ճիշտ է։
Իսկ ինչա նշանակում եթե սահմանի տեսքով գրենք, այստեղ եթե գրենք դիմես, դելտա x-ը ձգտում է 0, այստեղ էլ է սա ամբողջը, սահմանի տակ գրենք, դելտա x-ը ձգտում է 0, այս աջ կողմի մասին ինչ կարանք ասենք, Alfa delta x-ը 0 ալֆա անգամ դելտա x-ը 0-ի է, չէ ձգտում, իսկ f' x0 դելտա x-ը կարանք ասենք, որ ինքն էլ է ձգտում 0-ի, Դե հան դրես մենք նշույթի դուրս գալու։ որովհետև f' x0-ն վերջավոր է, եթե f' x0-ն լիներ անվերջ, մենք չէինք կարող ասենք, իրաց արտադրյալը ձգտում է 0-ի թե չէ, որովհետև աղանորոշություն է, անսահմանություն անգամ 0-ն, մենք չգիտենք ինչ է, իստեղ վերջավոր թիվ է, իսկ վերջավոր թիվի մեկի անվերջ փոքրի արտադրյալը անվերջ հավասար 0-ի, ձգտում է 0-ի ավելի ճիշտ, այսինքն ստացանք, որ fx0, ուստեղ fx գրենք, արդեն, fx0 ձգտում է 0-ի, չէ, նշանակում է, որ fx-ը ձգտում է fx0-ի, երբ որ x-ը ձգտում է x0-ի, իսկ ես ինչ էր նշանակում, նշանակում էր, որ x0 կետում անընդհատ է, այս f-ը պատկանում է cx0, գրեմ f-ը պատկանում է cx0, հասկանում լեր ես ապացույցը, ինչ որ հարցեր կան, եթե չկան, ես ուրեմն մյուս սլայդը բացեմ, մի քիչ էլ դրանից փորձենք բաներ նայենք այսօր, ժողովուրդ, որ հարցեր չեք տալիս, իսկականից հասկանում եք դրա համար չեք տալիս, թե ուղղակի չեք ուզում տակ, եթե ամեն ինչ հասկանում եք, դե անպայման հարցերը տվեք, որովհետև եթե այս սկզբի թեմաները լավ չհասկանաք, հետո ավելի է կարդանալու, ավելի դժվար է լինելու հասկանալը, տնային իսկ կարանք մի հատ խնդիր նայենք, հա, կարանք, այդ լապ 4-ի, որ առաջադրանք 5-ի 4-ը, լավ 4, հա, 5-ի 4-ը, բարի սպորսին գրենք, մարդը, որ ես կարացել աղանի, ես առանց սահմանում արել եմ, բայց սահմանումով չգիտեմ, ձգտում եմ 1, դե կասես ինչ պետք է գրեմ, սահմանումից, ելնելով էկրանին,
Դե սահմանումը, որ կամայական էպսիլոն մեծազրո գոյություն ունի n 0 n-ից, որ կամայական n-ը մեծ այն 0, մոդուլի մեջ x-ը մինուս 1-ը փոքր է էպսիլոնից։ X-ի տեղը արի միանգամից գրենք մեր այս սահմանը։ Կարող եք էկրանը շեյր անեք, որ մենք էլ տեսնենք։ Հա, Ոչ եք տեսնում, ես մոռացա։ Երևում է հիմա։ հա, հիմա Այո։ Դե ինչ պետք է անենք, ընդհանուր հայտարարի չէ պետք է բերենք առաջին քայլով։ Կարամ ես ներքևը մոդուլի մեջ չվերցնեմ, որտեղ դրական է ինքը։ Չէ՞։ կարող։ Դե հա։ Հիմա ի՞նչ է պետք անել։ Ունեք ինչ առաջարկներ ունեք։ Այս դժվար է, չէ՞, այս երկու կոտորակի հետ, այս երկու անդամների հետ արմատով աշխատելը։ Դրա համար ինչ կարելի անել։ Ունեք ես առաջարկում եմ։ Content. Նայեք համալուծով իրենց բազմապատկինք։ Հա, համալուծը այդ կոմպլեքս թվերի դեպքում են ասում, այս դեպքում լծորդ են ասում։ Անունը տենց է։ Հիմա եթե բազմապատկենք այդ լծորդով, այսինքն ինչ է, նույն բանը ուղղակի այստեղ պլյուսով, եթե բազմապատկենք դրանով, ինչ ենք ստանալու, կարաք ասեք միանգամից։ X ինչ է n քառակուսի պլյուս 1, հա։ Վերևը։ Երևի 2 մինուս 2-ն։ 2 անգամ n + 1։ 2 մինուս 2n։ Ահա, սենց է, չէ՞ ստացվելու։ Այո։ Հիմա եթե գրենք ստեղ բաժանած մնացածը նույնիսկ արտագրում եմ։ Դե մոդուլից որ ազատվեինք, գրեմ 2n մինուս 2։ Փոքրա էպսիլոն։ Բայց հենց ոնց որ բարդանում է, մեր համար գտնելը։ Իսկ եթե փորձենք բացենք այս կոտորակը, բազմապատկենք իրար։ Դե դի n-1-ը դառնում, չէ՞, առաջինը արմատի տակինը։ Արմատի տակինը n-1։ Հա, այդի։ Չէ, ոնց է n-1։ N քառակուսի անած 2n պլյուս 1-ը կլինի n-1։ Այստեղ հակառակն է նշանները։ Ինձ թվում է պետք է հիմա փակագծերը ուղղակի բացենք, տենանք ինչ է ստացվում։ Ուղղակի երկար sense հաշվարկ է, էլի։ Իսկ կարանք բանանենք այդ դեմից n քառակուսին որպես ֆակտոր հանենք, հետո կրճատվեր, կարող է դեպքում ավելի հեշտ լիներ, այսինքն 1/9-ներ կստանանք, էլի։ Դե չէ, այտենց ավելի կբարձրացնենք։ Լավ, եկեք փորձենք բացենք 2 անգամ n-1, եթե տեսնենք շատ երկար է, ես հետո կլուծեմ կուղարկեմ ձեզ։ Բայց միտքը էս է, էլի ինչ որ պետք է այս լծորդով բազմապատկել բաժանել,
ու այդ արտահայտությունը ավելի թեթևացնել, ստանալ ինչ-որ n, որ մեծ է ինչ-որ էպսիլոնով ինչ-որ բանից։ Այդ էպսիլոնով ինչ-որ բանը չպետք է պարունակի n, պետք է լինի ինչ-որ թիվ իրանից ներկայացնի, էպսիլոնից կախված թիվ ա լինի։ Լավ, հիմա եթե փորձենք բազմապատ կերինք, ստեղ առաջի արմատը ինչ ա լինելու։ n-ի 4 աստիճան, հա, պլյուս 2n խորանարդ ու մինուս 1, հա, տենց է ստացվում։ Ինչ է մի հատը պլյուս 2n կա, պլյուս 2n ու մինուս 1։ Իսկ երկրորդը լինում է n քառակուսի հանած 2n պլյուս 1։ Չեն կարա էլի 4 աշճան մինուս 1-ը բանաձևով բացենք, հետո փորձենք էլի մի բան անել։ Կարանք ինձ թվում է։ Լավ, եկեք դες փորձենք անենք։ Լինում է n քառակուսի մինուս 1, n քառակուսի պլյուս 1, եկեք ստե ջնջեմ։ Սրապես ոնց որ ներքևի կարող գնանք։ Ահա, հետո ոնց որ 2n-ը ընդեղից դուրս ենք անում, լինում է 2n անգամ n քառակուսի պլյուս 1, այդ n քառակուսի Ժողովուրդ էս պակին ջնջեմ, որ գրելու տեղ լինի։ n քառակուսի պլյուս 1-ը արմատից դուրս են գալիս։ Լինում է ստեղ 2 անգամ է մինուս 1, լինում է n քառակուսի պլյուս 1, n քառակուսի մինուս 1, գումարած 2 անգամ n քառակուսի պլյուս 1, հա, հանած n քառակուսի հանած 2n պլյուս 1։ N քառակուսի պլյուս 1-ը որ չէ, տենց բայց չի տա։ Տենց ալկոլ չի տա մեզ։ Լավ, ժողովուրդ, ուզում եք ես մի հատ կփորձեմ հեսա անեմ 10-ից հետո կամ վաղը։ Վաղը ձեզ կուղարկեմ։ Ուղղակի երկար հաշվարկ ա էլի ինքը ստեղ ինչ-որ տենց մտածելու բան չկա։ Պետք է ինչ-որ ձևով բազմապատկել բաժանել այդ արտահայտությունը, որ սարքենք մեզ հարմար ձև, որ փորձենք n-ը ինչ-որ մի հատ թիվ գտնենք, որից n-ը մեծ ա, թիվը էպսիլոնից կախված ա, հա։ Ու ասենք որ երբ որ n-ը մեծ ա, այդ թիվ պլյուս ամբողջ մաս պլյուս 1, այս վերջի թիվը կնշանակենք n0-ով, երբ որ n-ը մեծ է n0, այդ դեպքում բավարարում է այդ մեր մոդուլներով բանը փոքր է էպսիլոն անհավասարումը։ Հասկանալի է այդ լոգիկայի մասը։ Լոգիկան պարզ է, հա։ Եկեք դե մի քանի հատ էլ թեորեմ նայենք։ Երևում է չէ էկրանը։ Այո։ Ուրեմն այս ածնցելու մի քանի կանոն կա։ Երբ որ կոնստատով ենք բազմապատկում մեր ֆունկցիան, այդ ստացված նոր ֆունկցիայի ածնցյալը ուղղակի նախորդ ֆունկցիայի ածնցյալն է բազմապատկված c-ով։ Այսինքն այս c-ն ուղղակի հետ է գալիս է։ Ոչ մի բանում չի խանգարում ես։ Գումարի դեպքում երկու ֆունկցիայի գումարի ածնցյալը ածնցյալների գումարն է։ Արտադրյալի դեպքում մի քիչ արդեն փոխվում է,
Հիմա եկեք եսա կփորձենք ապացուցենք։ Կամ սրա հաջորդը։ Երկու ֆունկցիայի արտադրյալի ասանցիալը հավասար է առաջինի ասանցիալ անգամ երկրորդ ֆունկցիա գումարած առաջի ֆունկցիա անգամ երկրորդի ասանցիալ։ Երկու ֆունկցիայի հարաբերության ասանցիալն է սրան հավասար։ Եթե իհարկե ժ-ն 0 չի, էլի, որովհետև հակառակ դեպքում չեն կարող հայտարարում գրենք ժ-ն։ Իսկ արդեն n-րդ կարգի ասանցիալի համար ունենք այս մի քիչ արդեն բարդ բանաձևը, եթե ճիշտ եմ հիշում, կոչվում է Լայբնիցի բանաձև n-րդ աստիճանի ասանցիալների համար։ Այս որ փակագծերում n-ա գրել, n-րդ աստիճանի ասանցիալ է նշանակում, էլի։ Սովորական դեպքում, երբ որ առանց փակագիծ են գրում, n-րդ աստիճան ենք հասկանում, իսկ փակագծերով գրելու դեպքում n-րդ աստիճանի ասանցիալ ենք հասկանում։ Օրինակ f5-ը նշանակում է ասենց 5-հատ ասանցիալ։ 5-հատ եթե շտրիխ դնելու դեպքում միանգամից գրում են 5 փակագծերի մեջ ու հասկանում են 5-րդ կարգի ասանցիալը։ n-րդն է նշանակում է 9-հատ սենց ասանցիալ։ Հիմա մենք կամ այս երրորդը կամ չորրորդը կապացուցենք, այս 5-րդը ձեզի կմնա որպես տնային, ու այս եթե չկարենաք, մեկը անպայման մյուս դասին կապացուցենք, էլի դասի սկզբում, ոնց որ այսօր արեցինք։ Այս մուսարանի մեջ կա, կարաք փորձեք կարդաք, մի քիչ կարող է սկզբից բարդ լինի հասկանալը, բայց գոնե փորձեք կարդաք հասկանաք գաղափարը։ Հիմա եկեք այս 3-ը կամ 4-ը ապացուցենք, որն եք ուզում ապացուցենք։ Այս երկրորդը 4-ը։ Եկեք 4-ը ապացուցենք։ Երկրորդը պարզ է, չէ՞, բոլորին, ասում եմ բանավոր եք արագ ապացուցեք։ Սահմանումը ուղղակի պետք է գրենք։ Հիմա մենք ասանցիալի մասին բացի սահմանումից ոչ մի բան չգիտենք։ Մեր միակ զենքը, հա, այսպես ասած, այդ սահմանումն է։ Դրանից բացի ուրիշ բան չենք կարող կիրառենք։ Ուրեմն ասում է fx gx-ի ասանցիալը, հա, հավասար է f'(x) gx հանած fx g'(x) բաժանած g քառակուսի x։ Հիմա եկեք fx-ով մեծատառ նշանակենք fx բաժանած gx-ը ու x0 կետում այս մեր մեծատառ fx-ի ասանցիալը փորձենք գտնենք։ Ինչ եմ գրելու, սահմանը ոնց էր, սահմանումը ավելի ճիշտ։ fx minus fx0 բաղնած x minus x0 հիմա այս բացենք fx-ի մեջ այդ բանը տեղալենք, ուրեմն fx gx, հա, minus fx0 Հետո ինչ անենք։ Ընդհանուր հայտարարի բերենք, հա։ Ճիշտ է։ Այո։ Հիմա եկեք սենց ձևափոխություն անենք։ Այս ամեն ինչը բազմապատկած gx0-ով հանած gx հանած gx0, չէ, ինչով բազմապատկենք, որ նորմալ fx0 fx0-ով, հա, fx0-ով ճիշտ եք ասում։ Ստեղ կմնա նույնը։
Չհասկացա ես կտորը բուզ ստացանք այս վերջի։ Հե, փակը գծերը, որ հիմա բացենք, կստանանք նույնիսկ վերևի համարիչում ինչ-որ գրած է, չէ՞։ Հա, լավ։ Որը հավասար է։ Դե գիտենք, չէ՞, որ x0-ում Հա, իրանց չեն կարա հիմա առանձնացնենք, հետո gx0-ները կգնան, կկրճատվեն, էլի, առաջի մասում, ու հետո կածեն մասը կանենք, բայց այս ամեն ինչը մենք կարանք անենք նրա համար, սա հաջորդ քայլերն է, որ անեմ, որովհետև x0-ում, քանի որ f-ն ու g-ն ազատ դիֆերենցիալի են, հա, մեկ էլ գրելաձևն է ասեմ, եթե ունենք x0 կետում fx-ը ազատելի է, սենց են գրում, fx-ը պատկանում է c1 ու x0։ Սովորական անընդհատության ժամանակ այստեղ վերևը ոչ մի բան չենք գրում, գրում ենք ուղղակի c, այստեղ դիֆերենցիալի ժամանակ գրում ենք c վերևը 1։ Եթե օրինակ 5 անգամ է ազատելի, այստեղ գրելու ենք 5։ Դե պարզ է, չէ՞, որ այս c1 x0-ն ամեն նշանակում է, որ fx-ը պատկանում է cx0, որովհետև նոր մենք մի քիչ առաջ թեորեմ ապացուցեցինք, որ եթե այդ կետում մեր ֆունկցիան դիֆերենցիալի է, ապա այդ կետում նաև անընդհատ է, այսինքն կարող ենք ամեն սենց գրենք։ Հիմա ինչի եմ էդի ասում, որովհետև երբ որ x-ը ձգտում է x0-ի, այստեղ այս gx-ը կարող գրենք gx-ը ձգտելու է gx0, չէ՞, որովհետև անընդհատ է։ Հիմա այդ օգտագործելու ենք այդ ամեն ինչը։ Իսկ մինչև այդ առանձնացրած գրենք, այստեղ գրենք gx0 հանած gx0 x մինուս x0 fx0 այս ամբողջը բազմապատկած մեկը բաժանած gx0, չէ՞։ Այս վերևի մասը եկեք ջնջեմ։ Հիմա այս առաջի կտորը ինչին է հավասար։ f'(x) f'(x) թե x0 f'(x0, չէ՞ երևի։ Հա։ Այստեղ նայ, այստեղ լիմես կա բեմը ու x-ը ձգտում է x0-ին։ Էսի հիշեք։ Անգամ gx0, չէ՞, հանած այս երկրորդ կտորը g'(x0-ն է։ g'(x0 fx0 բաժանած անգամ ավելի ճիշտ, կամ նույնը թե բաժանած gx-ը ձգտելու է gx0-ին, չէ՞, անգամ gx0։ Հիմա x0-ի տեղը մեր բանը դնենք, x-ը դնենք, ուղղակի, որպեսզի բանաձևը ստանանք։ Ստացվում է f'(x gx հանած g'(x fx g∗x։ Ու ստացանք այսպես բանաձևը։ Չէ՞։ Պարզ է։ Այո։ Նույն ձև էս երրորդն եք անելու, իսկ այս 5-րդի մասին հետո կխոսանք մյուս դասին։ Բայց այս անպայման կապոցցենք, էլի, ինձ եկե հիշեցնեք, որ դասի սկզբին ապացուցենք։